2024 թվականի մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում հումանիտար հետազոտությունների ինստիտուտի կազմում պաշտոնապես իր գործունեությունն է սկսում վրացագիտության կենտրոնը։ Հոլովակում ձեզ ենք ներկայացնում կենտրոնի կատարած աշխատանքը և տեսլականը։ Վրացագիտության կենտրոնի գործունեության 1 տարին կարելի է ամփոփել ընդամենը նախնական արդյունքների տեսանկյունից և արձանագրել, որ որոշումը ոչ միայն ճիշտ էր, այլ կարևոր նշանակություն ուներ և ենթադրում եմ առաջիկայում պետք է ունենա հայ-վրացական հարաբերություններում գիտական բաղադրիչի վերականգնման և ակտիվացման տեսանկյունից, որովհետև ակնհայտ է, որ և ցարական Ռուսաստանում և Խորհրդային Միությունում հայագիտությունը Վրաստանում և վրացագիտությունը Հայաստանում կարևոր դեր են խաղացել ոչ թե միջպետական հարաբերություններում, այլ կարևոր դեր են խաղացել միմյանց ճանաչելու, միմյանց իմանալու, մեկս մյուսից պատմությունը ուսումնասիրելու հարցերում և պատահական չի, որ այսօր մենք կարող ենք թվարկել տասնյակ հայագետների անուններ Վրաստանում և մեծ թվով վրացագետների անուններ Հայաստանում, որոնք ընդունված, հարգված, բարձր վարկ և համարում ունեցող մասնագետներ են եղել տասնամյակներ շարունակ։ Ցավոք սրտի ավանդույթը թուլացավ անկախության շրջանում, անկախությամբ պայմանավորված տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, բայց վերջին տարիների թեկուզ դանդաղ, բայց դրական զարգացումները ցույց են տալիս, որ վերականգնելու ներուժ, ակադեմիական գիտությունը զարգացնելու ներուժ, ակադեմիական հարաբերությունները զարգացնելու ներուժ կա և այդ ներուժը բավականին բարձր է։ Եվ կարծում եմ, որ վրացագիտության կենտրոնը Երևանի պետական համալսարանի պիտի դառնա այն հարթակը, այն միջավայրը, այն ակադեմիական տարածքը, որտեղ պիտի դրվեն այդ համագործակցության վերականգնման, համագործակցության զարգացման հիմքերը և որը պիտի յուրօրինակ խթանիչի դեր ստանձնի հայ-վրացական գիտական, կրթական, ակադեմիական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Այստեղ մենք մի շատ կարևոր խնդիր ունենք, որի լուծմանը և կենտրոնը, և ֆակուլտետը պիտի մեծ ուշադրություն դարձնի, դա կովկասագիտության բաժնում, կովկասագիտության կրթական ծրագրում և բակալավրիատի և մագիստրոսի և հատկապես վրացագիտություն կրթական ծրագրում որակյալ մասնագետներ ունենալու խնդիրն է, որովհետև ակնկալել, որ մենք կկարողանանք Հայաստանում վրացագիտություն զարգացնել առանց ակադեմիական կրթություն ունեցող մասնագետների առնվազն ճիշտ չի։ Եվ կարծում եմ, որ այդ ուղղությամբ էլ մեր ամենակարևոր խնդիրը պիտի լինի վրացերենի, Վրաստանի պատմության, Վրաստանի մշակույթի իմացության բարձր մակարդակ ունեցող ուսանողների պատրաստումը։ Կենտրոնին մաղթում եմ բարի երդ, բարի ճանապարհ և վստահ եմ, որ ամեն հաջորդ տարի մենք ունենալու ենք ավելի լավ արդյունքներ, ունենալու ենք նոր ձեռքբերումներ և ունենալու ենք նոր նվաճումներ Հայաստանում վրացագիտության, Վրաստանի հետազոտությունների ուսումնասիրության ասպարեզում։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս վրացագիտության կենտրոնի բացման մեկամյա տարեդարձի առիթով 2024 թվականի մարտի 26-ին մեծ հանդիսավորությամբ Երևանի պետական համալսարանում հումանիտար հետազոտությունների կենտրոնում բացվեց վրացագիտության կենտրոնը, որը ըստ իս չափազանց կարևոր և նշանակալի իրադարձություն էր համալսարանի կյանքում։ Վրացագիտությունը որպես դասական հետազոտությունների ոլորտ, որպես կարևոր մի բնագավառ հայ-վրացական նաև հարաբերությունների զարգացման որպես կարևոր հիմք, մեզանում ունեցել է իր զարգացման որոշակի շրջափուլերը։ Խորհրդային տարիներին վրացագիտությունը բավականաչափ զարգացած էր
եւ վրացագիտական դասական վրացագիտության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել։ Դժբախտաբար հետխորհրդային տարիներին առանձին ենթակայական եւ առարկայական գործոնների պատճառով վրացագիտական հետազոտությունները մղվեցին ետին պլան, բայց արդեն նոր ժամանակներում նոր վերադասավորումների աշխարհաքաղաքական նոր իրողությունների զարգացման եւ հարևանների հետ անմիջական շփումների եւ անմիջական հարաբերությունների հաստատման շնորհիվ վերստին անհրաժեշտություն առաջացավ վրացագիտության զարգացմանը խթանել եւ այս իմաստով չափազանց կարևոր նշանակություն ունի վրացագիտության կենտրոնի ստեղծումը։ Հայագիտությունը որպես կարևոր գերակա ուղղություն մեզանում ենթադրում է նաև վրացագիտական ուսումնասիրությունների, հետազոտությունների ընդլայնում եւ վրացագիտության միջոցով նաև հայագիտությունը միջազգային գիտական հանրությունին հետ ինտեգրելու չափազանց կարևոր պայման։ Եվ այս իմաստով ես կառանձնացնեի վրացագիտության կենտրոնի ստեղծման գործունեության մեջ 3 կարևոր բաղադրիչներ, դրանցից առաջինը ուսումնակրթական բաղադրիչն է, երկրորդը գիտական հետազոտական բաղադրիչը եւ երրորդը նաեւ միջազգային հանրության հետ ինտեգրվելու եւ միջազգային գիտական վրացագիտական կենտրոնների հետ առնչվելու հանգամանքները։ Այս առումով պետք է ասել, որ արդեն մեզանում բավականաչափ աշխատանքներ կատարվել են։ Վրացագիտության կենտրոնի ստեղծումից հետո վրացագիտության կենտրոնի աշխատակիցների ջանքերով եւ նաեւ ֆակուլտետի ղեկավարության հետ միասին մշակել ենք միջոցառումների որոշակի պլաններ, որոնք ենթադրում են բուն այս խնդիրների զարգացումը եւ այդ խնդիրներին հետամուտ նաեւ նոր աշխատանքների ծավալումը, որոնք նորամուծություններ կդառնան նաեւ վրացագիտական հետազոտությունների բնագավառում։ Այս առումով ուսումնակրթական աշխատանքների կազմակերպման իմաստով մեզանում արդեն բացվել է վրացերեն լեզվի ուսումնասիրման ֆակուլտատիվ բաժին, որտեղ ուսանում են մեր ուսանողները, ոչ միայն վրացագիտության բաժնի ուսանողները, այլ նաև ֆակուլտետի այլ մասնագիտությունների գծով ուսանողներ, ինչու՞ չէ նաև դրսից կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են եւ նույնպես վրացերեն լեզուն ուսումնասիրում են։ Միաժամանակ նաև այդ ուղղությամբ ուսումնակրթական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձում ենք անցկացնել գրական երեկույթներ, հանդիպումներ, քննարկումներ եւ այս տարի մարտ ամսին կազմակերպվեց Իրան-Վրաստան փոխհարաբերությունների Հայաստանը ուրեմն գիտաժողովը ֆակուլտետի աշխատաժողովի շրջանակներում քննարկվեցին այդ կարևոր խնդիրները, որին հրավիրված էին նաև մասնակցելու Իրանի եւ Վրաստանի դեսպանները Հայաստանի Հանրապետությունում, բայց հանգամանքների բերումնակություն ներկայացան, բայց այստեղ ներկայ են արտաքին գործերի նախարարության նրանց ներկայացուցիչները, որոնք նույնպես մասնակից դարձան այդ կարևոր քննարկումներին։ Հետազոտական աշխատանքների զարգացման առումով պետք է արձանագրենք, որ արդեն մի փոքրիկ գրանտ ենք շահել այդ վրացագիտության կենտրոնի աշխատակիցների ջանքերով եւ սկսել ենք նաեւ հետազոտություններ այդ բնագավառում։ Իսկ ինչ վերաբերում է ուսումնակրթական աշխատանքների հետագա ծավալման եւ նաեւ հետազոտական աշխատանքների ընդհանուր համատեղ իրականացմանը, պետք է արձանագրենք, որ նաեւ արդեն կազմվել է վրացերենի դասագրքի ստեղծման հանձնախումբը, որոշակի աշխատանքի բաժանում է կատարվել եւ վրացերեն դասագրքի ստեղծման ուղղությամբ արդեն աշխատանքները մեկնարկել են, որը ըստ իս չափազանց կարևոր է նաեւ վրացագիտության զարգացման եւ նաեւ վրացերենի դասավանդման, Վրաստանի պատմության, Վրաստանում հայկական պատմամշակութային ներկայության ուսումնասիրման առումով, որը չափազանց կարևոր է վրացագիտության տարբեր ուղղությունների զարգացման համար։ Միջազգային կապերի հաստատման տեսանկյունից նույնպես արդեն որոշակի փորձ ենք կուտակել եւ նաեւ Վրաստանի Թբիլիսի Ջավախիշվիլի անվան համալսարանի առանձին աշխատակիցների հետ հանդիպումներ ենք ունեցել, նրանք ժամանել են Մայրբու Երևանի պետական համալսարան եւ այստեղ նրանց հետ մենք ունեցել ենք քննարկումներ կապված տարբեր հետազոտությունների,
շրջանակների ընդլայնման հետ եւ առաջիկայում կարծում եմ, որ կունենանք բավականին մեծ հաջողություններ այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ այս աշխատանքները իհարկե ինչ որ կատարել ենք, սրանք նոր են, դեռևս սկիզբն են, բայց բավականին խոստումնալից են եւ ապագայում մենք կունենանք նոր ձեռքբերումներ, նոր հաջողություններ եւ ըստ իս մենք կարող ենք վրացագիտության կենտրոնի եւ նաեւ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի համատեղ ջանքերով պատրաստել որակյալ մասնագետներ վրացագիտության բնագավառում, ովքեր մրցունակ կլինեն նաեւ միջազգային ասպարեզում վրացագիտություն եւ հայագիտությունը ներկայացնելու համար։ Վրացագիտության կենտրոնի հիմնադրման միամյակը կարևոր իրադարձություն է գիտական, կրթական, մշակութային ոլորտների զարգացման տեսանկյունից։ Մեկ տարվա ընթացքում կենտրոնը դարձել է ուսումնասիրությունների, նոր գաղափարների եւ համագործակցության հարթակ, որը միավորում է գիտնականներին, ուսանողներին եւ մշակութային գործիչներին։ Այս կենտրոնի գործունեությունը ոչ միայն խորացնում է մեր գիտելիքներն ու հետազոտությունները, այլև նպաստում է Հայաստանի եւ Վրաստանի միջև մշակութային եւ ակադեմիական կապերի զարգացմանը։ Ես Ժակլինան եմ, պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի, նախ ասեմ, որ վրացագիտության հանդեպ հետաքրքրությունս առաջացել է մեր տարածաշրջանի պատմական իրադարձությունները ուսումնասիրելու ցանկությունից, երբ սկսեցի ուսումնասիրել հայ-վրացական հարաբերությունները, հասկացա, որ մեր պատմությունը կիսատ է առանց վրացական աղբյուրների, եւ այդ պատճառով սկսեցի նաեւ սովորել վրացերեն մեր պատմությանը մոտենալու մի ուրույն ճանապարհով։ Վրացագիտությունը ինձ համար կապ է մեր եւ մեր հարևան ժողովուրդների հետ անցյալը խորությամբ ուսումնասիրելու համար։ Վրացագիտության կենտրոնը կարևորագույն կենտրոն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել վրացագիտությունը։ Հնարավորություն է ընձեռում խորությամբ ուսումնասիրել եւ ճանաչել Վրաստանի լեզուն, պատմությունը, մշակույթը, դրանց փոխգործակցությունը եւ փոխների ազդեցությունը միմյանց վրա։ Ինչպես նաեւ վրացագիտության կենտրոնը հնարավորություն է ընձեռում Հայաստանի եւ Վրաստանի միջև բարեկամական կարպեր եւ հարաբերություններ հաստատելուն, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռում երկու երկրների առաջադեմ համալսարանների միջև նոր հնարավորությունների հարթակ ստեղծելուն եւ պատրաստելուն այնպիսի մասնագետներ, որոնք ունենան շատ մեծ հնարավորություններ հետագայում մեր երկիրը պատշաճ ներկայացնելու միջազգային կարևորագույն հարթակներում եւ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Ես Լինան եմ, սովորում եմ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի երկրորդ կուրսում։ Ուսումնասիրելով հարակից երկրների պատմությունը, դրա շրջանակներում անդրադարձել ենք Վրաստանի պատմությանը, դիտարկելով դրա զարգացման փուլերը, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները եւ հարևան ժողովուրդների հետ նրա փոխհարաբերությունները։ Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևոր խթան է հանդիսանում կրթական ոլորտը։ Իվանը Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի եւ Երևանի պետական համալսարանի միջև տեղի ունենում տարբեր փոխանակման ծրագրեր, ինչպես երիտասարդ հետազոտողների, այնպես էլ դասախոսների համար։ Վրացագիտությունը առավելագիտության, ավելի հստակ կովկասագիտության ճյուղ է եւ ուսումնասիրվում է Երևանի պետական համալսարանի կողմից 2023 թվականի մարտից պետք է փաստենք հետևյալը, որ հայագիտությունը Թբիլիսիի պետական համալսարանում ուսումնասիրվում է 2019 թվականից։ Վրացագիտության մագիստրոսական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել վրաց ժողովրդի պատմությունը, վրացերեն, վրաց մշակույթը, Վրաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը եւ ոչ միայն գիտական կադր ապահովելու, այլ նաեւ պետական աշխատանքի համար։ Ես Մերին եմ, վրացագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի։ Սովորելով վրացագիտության կենտրոնում մենք ուսումնասիրում ենք Վրաստանի պատմությունը, վրացական մշակույթը, հնարավորություն ենք ունենում ծանոթանալու նաև վրացերենին։ Մոտիկից ծանոթանում ենք նաև Վրաստանի նշանակությանը իր աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքի բոլոր առումներով։ Սովորում ենք նաև վրաց եւ հայոց եկեղեցիների մշակութային փոխառնչությունների մասին կարևորագույն մանրամասնությունները։ Վրացագիտության մագիստրատուրայում սովորելը լայն հնարավորություն է այն ցանկացողների համար, ովքեր ուզում են ընդլայնել իրենց գիտելիքները Վրաստանի պատմության եւ վրացերենի համար։ Ի վերջո վրացագիտության կենտրոնի նպատակն է ստեղծել մի այնպիսի միջավայր, որպեսզի մեր ուսանողները համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի կարողանան ստեղծել նոր կոնտենտներ, նոր գիտահետազոտական վերլուծություններ, եւ մենք ընդգրկում ենք պատմության ֆակուլտետում սովորող տարբեր բաժինների մեր ուսանողներին, մեր հետագա նաև նախագծերում եւ մեր նպատակն է, որ վրացագիտության կենտրոնը ծառայի իշա պատմության ֆակուլտետի եւ իշա մեր ուսանողության հետագա ներգրավվածությանը տարբեր նախագծերում, չէ՞ որ մենք աշխատում ենք իշա մեր ուսանողների եւ իշա պատմության ֆակուլտետի բարօրության։